Հարգելի հետևորդներ, ողջույն։ Այսօր մի փոքր անսովոր ֆորմատ է մեզ մոտ լինելու, քանի որ ես ներկայացնելու եմ այն բոլոր համեմունքները, որոնք կան իմ դարակում եւ որոնցով ես օգտվում եմ, ներկայացնելու եմ ինչը ինչի համար է, մոտավորապես գները, ինչի գները, որ գիտեմ հստակ կներկայացնեմ, կարծում եմ կլինի շատ հետաքրքիր։ Այսպիսով սկսենք այս կողմից, ինձ մոտ այստեղ հատուկ տուփի մեջ գտնվում է հիլ եւ բահար։ Հիլը օգտագործվում է բազմաթիվ թանձրուկների համար, օգտագործվում է նաեւ խոզի բդի մարինացման համար, ոչ բոլորը դրա մասին տեղյակ են, շատ յուրահատուկ հոտով, համով մի համեմունք է, որը լայն կիրառում իհարկե չունի Հայաստանում, սակայն խորհուրդ եմ տալիս շատ շատերին։ Կարող եք դիտել նաև իմ խոզի բդի մարինացման տեսանյութը, այնտեղ ես նկարագրում եմ մանրամասն, թե ինչպես եմ օգտագործում հիլը մարինացման համար։ Անցնում ենք առաջ, ինձ մոտ այստեղ խմելի սունելի է, խմելի սունելին գիտեք բոլորդ վրացական համեմունք է, սակայն այն չի պատրաստվում մեկ կերպով, կան հազարավոր եղանակներ այս հրաշալի համեմունքը պատրաստելու եւ բոլորը տարբերվում են միմյանցից։ Ես խորհուրդ եմ տալիս ձեզ իսկական համեղ եւ տարբերվող խմելի սունելին գնել միայն Վրաստանից, եթե դուք կգնաք այնտեղ։ Ինձ մոտ այստեղ չորացված չիլի պղպեղի սերմերն են, տեսեք, եւ ոչ միայն սերմերը, այլ հենց այդպես չորացված եւ թեթևակի աղացած չիլի պղպեղն է, շատ օգտակար, համեղ, կծու սիրողները կգնահատեն ինձ։ Այստեղ սև պղպեղ է, սև պղպեղը նույնպես ունի իր առանձնահատկությունները, քանի որ թվում է թե ամենօրային նույնն է, սակայն ոչ, գնային մեծ տարբերություն կա եւ սև պղպեղը որակյալ բարձր որակի սև պղպեղը թանկ է, էժան չի, միանգամից եմ ասում, մոտավորապես 3-ից 5000 դրամի սահմաններում կարող է լինել կիլոգրամի համար կամ նույնիսկ ավել։ Այնպես որ գնելուց գնեք կիլոգրամով, այդպես ավելի ճիշտ է եւ դուք կզգաք իսկական բարձր որակի սև պղպեղի համը եւ էֆեկտիվությունը։ Շարունակում ենք, ինձ մոտ այստեղ քարի համեմունքն է, ես բազմիցս ներկայացրել եմ իմ հաղորդման շրջանակներում, ինչի մեջ եմ ես այն օգտագործում։ Այս տեսակի համեմունքը հնդկական ծագում ունի, այն փայլուն է պարզապես համատեղվում հավի մսի հետ, հավի միսը տապակելիս անպայման շատ քիչ քանակությամբ օգտագործեք այս համեմունքը, քանի որ այն ունի քաղցր համ եւ նաեւ զուգահեռ դրան շատ սուր է, այսպես համերի տարափ է պարզապես այս մեկ համեմունքի մեջ, անպայման գնեք եւ կիրառեք, նաեւ շատ օգտակար է։ Հերթը գարոմ մասալա կոչվող այս հնդկական ծագում ունեցող եւս համեմունքի մասին է, որի կիլոգրամը Հայաստանում վաճառվում է 12000 դրամով, այն շատ թանկ է եւ չի վաճառվում ամենուր, եթե ցանկանում եք իմանալ որտեղ կարող եք գնել այս հրաշալի համեմունքը, դիտեք իմ վլոգը, ես ունեմ հատուկ վլոգ, որտեղ խոսում եմ համեմունքների մասին, գնում եմ եւ ցուցադրում եմ, թե որտեղից կարող եք գնել։ Այս համեմունքը պարունակում է իր մեջ 10 կամ ավել յուրահատուկ համեմունք, որի մեջ այդ թվում նաեւ մտնում է քարի համեմունքը եւ պարզապես ես չեմ կարող նկարագրել, քանի որ այստեղ կան բազում համեր եւ քաղցրություն եւ կծվություն եւ այլ հետաքրքիր հոտեր, այս ամենը խառնվում է իրար, նաեւ դարչին պետք է որ լինի մեջը։ Եվ ստացվում է այսպիսի շատ հետաքրքիր մի համեմունք, որը լայն կիրառում ունի Հնդկաստանում, Հնդկաստանի կարևորագույն համեմունքներից է։ Շարունակում ենք, սա ինձ մոտ քրքումն է։ Քրքումը հիմնականում կիրառվում է գեղեցիկ գույն հաղորդելու համար, կարող եք այն կիրառել օրինակ հումուս պատրաստելու մեջ, ինչ-որ ապուրներ պատրաստելու մեջ, մասնավորապես ոլորով, որևէ այլ ինչ-որ բանի համար ես այս համեմունքը չեմ կիրառում, հիմնականում գեղեցիկ դեղին երանգ հաղորդելու համար։ Այն թանկ չէ, էժան է վաճառվում, ի տարբերություն շաֆրանի, որի մասին ես կխոսեմ մի փոքր ուշ։ Այստեղ ինձ մոտ եւս խմելի սունելի տեսակ է, մեկ այլ, մի փոքր ավելի խոշոր, նաեւ աղեղ խառնած։ Այստեղ մենք սա
Ես լավ հիշում եմ, բերել ենք Վրաստանից դեռ մի քանի տարի առաջ։ Հիմա դուք ասեք, այդ ինչպես կարող է լինել, որ համեմունքը մի քանի տարի մնում է, հարգելի հետևորդներ, ինձ համար համեմունքը հնություն չունի, եթե այն հերմետիկ փակված է եւ ռեգուլար օգտագործվում է։ Մի հավատացեք նրան, որ համեմունքը կարող է ունենալ պահպանման ժամկետ։ Այո, եթե դա տուփի մեջ է, գուցեև այո, սակայն երբ դուք գնում եք կիլոգրամով եւ պահում եք այսպես, որևէ խնդիր լինել չի կարող։ Այստեղ ինձ մոտ տավարի երկե չոր արգանակ է, ես գնում եմ ոչ թե հատով, այլ այսպիսի տուփով 90 գրամ է այստեղ, անունը չեմ տա եւ չեմ ցուցադրի, որևէ իմաստ չունի։ Այստեղ ինձ մոտ նաեւ կորեական համեմունք է, որը լայն կիրառում ունի աղբարական, այսպես արևմտահայերի խոհանոցում, այն նույնպես իր մեջ ներառում է բազմաթիվ համեմունքներ, ես հիմա կկարդամ՝ սող, սխտոր, սամիտ, սևպղպեղ, մեխակ, կոճապղպեղ, աղ եւ այլն, հենց այդպես է գրված, շատ հետաքրքիր համ ունի, նույնպես կարող է կիրառել ապուրների մեջ, աղցանների մեջ, որտեղ կա գազար։ Ինձ մոտ այստեղ կարմիր պղպեղ է, տվյալ դեպքում կծու կարմիր պղպեղն է միայն մնացել, քանի որ քաղցրը ներկա պայդրությամբ ավարտվել է, սպառվել է ներողություն, ուզում եմ ասել, որ կարմիր պղպեղը, ինչպես եւ սև պղպեղը ունի գնային տարբերություններ եւ որակյալ բարձր որակի կարմիր պղպեղը, որը ռուսերեն կոչվում է պապրիկը, այլ ոչ թե մոլոտый красный перец։ Դրանք տարբեր բաներ են, պապրիկան եւ իսկական այդ բուլղարական պղպեղից ստացված կարմիր պղպեղը իհարկե շատ թանկ արժե եւ դժվար է այն գտնել, հիմնականում օգտագործվում են տոմատի այսպես խառնուրդներ, մի խոսքով կեղծիք է այդ ամենը, այնպես որ խորհուրդ եմ տալիս փնտրել շուկաներում կամ վստահված մասնագետներից գնել կիլոգրամով։ Հերթը այստեղ ինձ մոտ հատիկավոր սև պղպեղինն է։ Հատիկավոր սև պղպեղը լայն կիրառում ունի բազմաթիվ ապուրների օգտագործման մեջ, լայն կիրառում ունի բազմաթիվ թթուների եւ մարինադների օգտագործման մեջ, իհարկե նաև դափնու տերևի մասին պետք է խոսամ, որը դարակում եմ մոռացել եմ հանել, կարծում եմ ինքներդ հասկանում եք այս երկու բաղադրիչների օգտակարությունը եւ կարեւորությունը հայկական խոհանոցներում։ Այստեղ ինձ մոտ տուփով եւս մեկ փորձեմ ցուցադրել, եթե կերևա էլ ավելի լավ, երանգը լավ այսպես կանենք, տեսեք, չգիտեմ երևում է թե ոչ, շատ հետաքրքիր բույրով, նաև այստեղ չամանի հոտ եմ առնում, շարունակում ենք, այստեղ ինձ մոտ չաման է, նոր խոսում ենք չամանի մասին, չամանը ինքներդ գիտեք, թե ինչի մեջ կարող է կիրառվել, բազմաթիվ, օրինակ խոզի բուդը պատրաստելիս կան մարդիկ, ովքեր չամանը խառնում են թթվասերին եւ քսում են կարմրեցնելու համար, այն կարող է կիրառվել նաեւ բազմաթիվ այլ թանձրուկներ պատրաստելու համար, նաեւ կիրառվում է բաստուրմա, անպայման բաստուրմայի վրայի այդ կարմիր ավելցուկը պատրաստելու համար, թանձրուկը, որը մենք նույնպես կոչում ենք չաման, չգիտեմ ինչի, այստեղ ինձ մոտ գրված է կիլոգրամը 1450 դրամ է, այստեղ 136 գրամ է, որը կազմել է 197 դրամ։ Շարունակում ենք, ինձ մոտ այստեղ քիմիոնն է, չգիտեմ ինչի քիմիոնը բոլորը թարգմանում են ռուսերեն որպես տմին, սակայն իմ ինֆորմացիայով քիմիոնը դա տմինը չի, այլ կումինն է, չգիտեմ ինչի է գրված տմին, համենայն դեպս այս համեմունքը ես օգտագործում եմ միայն մեկ բանի համար, երբ պատրաստում եմ իշլի քյուֆտա, դրա համար հաճախակի չեմ գնում, հիմնականում այսպես տարաների մեջ եմ պահում, հերմետիկ փակում եմ, որպեսզի երկար օգտագործեմ։ Միանգամից կասեմ, որ ոչ բոլորին դուրեկան համեմունք է, քանի որ օրինակ մեր ընտանիքում բացի ինձնից ոչ ոք չի սիրում այս համեմունքը։ Շարունակում ենք, հաջորդ համեմունքը ինձ մոտ այստեղ բուրավետ աղացած պղպեղն է։
Սա այս պղպեղն է, բահարը, այսինքն, որը աղացել են և ստացել են այսպիսի շատ սուր համով պղպեղ, որը պետք է օգտագործել իհարկե շատ քիչ քանակությամբ, քանի որ այն շատ սուր է և շատ էֆեկտիվ։ Ինձ մոտ այստեղ ես հիշում եմ ժամանակին գնել էի հիլ, նաև տեսեք ինչ է ստացվում, նաև այս նույն հիլը աղացած վիճակում, խնդրեմ, որը ռուսերեն կոչվում է կարդամոն, ես գնել եմ շատ շուտ, հիշում եմ, որ սա կիրառել էի փախլավա պատրաստելու մեջ, հիլը, մեխակը և դարչինը, երեքն էլ կարծեմ, եթե չեմ սխալվում, աղացած վիճակում կիրառել էի և այդպես էլ մնաց իմ դարակում և մինչ օրս չի օգտագործվում, որովհետև կրկնում եմ այս տեսակ համեմունքները իրենք մեծ պահանջարկ չունեն և ամեն ինչի մեջ իհարկե չեն օգտագործվում։ Արագ շարժվում ենք առաջ, հարգելի հետևորդներ, ինձ մոտ այստեղ գրված է շաֆրան և սա կոպտագույն սխալ է, որը համառորեն կիրառվում է հայկական շուկաներում, հարգելի հետևորդներ, շաֆրանի 1 գրամը կարծեմ $50-ից ավել է Ամերիկայում, իսկ 1 կիլոգրամը որոշ վայրերում հասնում է մինչև $50,000, եթե ես չեմ սխալվում, քանի որ շաֆրանը դա հազվադեպ վայրերում աճող յուրահատուկ մի ծաղիկ է, որը ծաղկում է կարծեմ ամեն առավոտ և մարդիկ պատկերացնում եք որքան պետք է այդ ծաղկի սերմերից հավաքեն, եթե չեմ սխալվում միջի, բարակ այդ բեղիկները, այսպես կանվանեմ, հավաքում են մասնագետները և դրանից պատրաստում են շաֆրան։ Այդ իսկ պատճառով այդ տեսակ համեմունքը ընդհանրապես այստեղ կիրառում չունի և սա շաֆրան չէ իրականում, սա նույն քրքումն է, տեսեք, մի փոքր գունային տարբերությամբ և քրքումը պարզապես ստացվում է այդ ծաղիկի արմատից, իսկ շաֆրանը ստացվում է ծաղիկից, այդ իսկ պատճառով պետք է լինի գնային գերհսկայական տարբերություն։ Եվ եթե որևէ մեկին թվում է, թե շաֆրանը կարելի է գնել 150 դրամով կամ 200 դրամով, այսքան քանակությունը, տեսեք 30 գրամ է, 30 գրամը երևի թե $100-150 է ԱՄՆ-ում, կարծում եմ դուք հասկացաք ինչի մասին է խոսք։ Այստեղ ինձ մոտ ռոզմարին կոչված այս համեմունքն է, որը հիմնականում կիրառվում է մսեղենի և ձկնեղենի համար, տեսեք, այսպիսի շատ յուրահատուկ անտառային համով, անտառային հոտով ներողություն մի համեմունք է, այն ունի եղևնու ինչ-որ սոճու, այսպես շատ հետաքրքիր մի հոտ, որը մանրացնում են և ավելացնում են ոչ թե որևէ թանձրուկի մեջ, այլ միմիայն, հիմնականում այն օգտագործում են ճյուղով և օգտագործում են միմիայն մսի վրա, այսինքն տապակելուց կարող են դնել մսի վրա կամ դնել ձկան վրա, փակել և այդպես տապակել, հետո այն հեռացնել, այն որևէ դեպքում չեն ուտում, այս տեսակի համեմունքը նախատեսված է միմիայն հետաքրքիր համ հաղորդելու համար ուտեստին և հայկական խոհանոցում ընդհանրապես այս համեմունքը կիրառում չունի, ավաղ, կարելի է սկսել և փորձել, ինչու ոչ։ Շարունակում ենք, ինձ մոտ այստեղ հերթը ուցխո սունելի համեմունքին է հասել, չգիտեմ, հիմա ես կցուցադրեմ կերևա թե ոչ, շուտ եմ գնել և այդպես էլ մնացել է դարակում, 1 կիլոգրամը 3500 դրամ, ուցխո սունելին դա խմելի սունելի և սունելիների, այսպես անվանեմ, ընտանիքի համեմունք է, որը նույնպես վրացական ծագում ունի, այն հայկական շուկայում ընդհանրապես կիրառում չունի և չի վաճառվում բոլոր խանութներում։ Այսպիսով, այն ունի չամանի համ և համարվում է հենց չամանի բնական փոխարինիչ։ Եթե մենք չունենք չաման, կարող ենք փոխարինել ուցխո սունելիով, եթե չունենք ուցխո սունելի, սակայն կա բաղադրատոմսում, կարող ենք փոխարինել չամանով։ Հերթը ինձ մոտ ևս մեկ հազվադեպ համեմունքի մասին է, որը կոչվում է անիս կամ բադյան, տեսեք, 1 կիլոգրամը, չգիտեմ կրկին անգամ կերևա թե ոչ, 1 կիլոգրամը 9000 դրամ, նույն կրպակից եմ գնել,
Անիսը կիրառվում է բազմաթիվ կոմպոտների համար, շատ սուր համ ունի, իր համով ինչ որտեղ նման է հոտով նաև նման է մեխակին, հատիկավոր մեխակին, սակայն սա ավելի սուր է և լայն կիրառում ունի ասիական խոհանոցներում, կիրառվում է բազմաթիվ մսեղենի մեջ, իսկ մսեղենի պատրաստման մեջ ներողություն, իսկ վերջերս նաև հաղորդումներից մեկում ես տեսա, որ բայձյանը կիրառվում է նաև իշխան ձուկը պատրաստելիս, պատկերացնում եք, ասնում ենք զիրային. Զիրան աղացած կամ այսպես երկարավուն համեմունք է, տեսեք, այսպիսի համեմունք է, որը օգտագործելուց առաջ լավ տրորում են, նոր են ավելացնում և ապուրներին և փլավներին մասնավորապես զիրան լայնածավալ կիրառում ունի ուզբեկական խոհանոցում, այն ուզբեկական խոհանոցի անբաժան մասն է կազմում, օգտագործվում է ուզբեկական փլավներ պատրաստելու մեջ, մեզ մոտ այդքան էլ լայն կիրառում չունի, սակայն ես աշխատում եմ երբեմն օգտագործել։ Զիրան հենց կազմում է քիմիոնի այլընտրանքը, այն գրեթե նույն համը ունի, գրեթե նույն հոտը ունի, ինչ ունի քիմիոնը, մի փոքր այսպես ավելի թույլ է և հստակ տեսեք գրված է, թե ինչի համար է այն կիրառվում, այն անհրաժեշտ է մսի, բանջարեղենի, տարատեսակայլ ինչ-որ ապուրների և նաև, պատկերացնում եք, թխվածքների համար։ Քունջութն է ինձ մոտ այստեղ, նաև մի բան ունեմ ցույց տալու, քանի որ տեսակ քունջութը սոուս թահին, ոչ թե սոուս, այլ թահին, թահինի սոուսը դա լրիվ ուրիշ բան է, թահինը լրիվ ուրիշ բան է։ Այն խփած քունջութն է բուսայուղի հետ միասին, տեսեք, ես այն խփել եմ, ինքս եմ պատրաստել իմ տան եղած սարքով, այսպես գումարային տեսակետից մոտ 600 դրամ եմ ծախսել և խնայողություն եմ կատարել, այսպես ասած, ինքը ունի բնական այսպես շատ հետևակի դառնահամ, որը բոլորին դուր չի գա, բայց անչափ օգտակար մի թանձրուկ է, այնպես որ եթե որևէ մեկին հետաքրքրում է ինչպես է պատրաստվում, ես կներկայացնեմ։ Փխրեցուցիչ, երբեմն ես պատրաստում եմ նաև քաղցրավենիք, խմորեղեն, խմորիչ է ինձ մոտ, աղացած մեխակ, ամենասովորականը, հատիկավոր մեխակ և խոզի մսի համար նախատեսված համեմունք, որը կլինեմ անկեղծ ու կասեմ, որ ես նման բաներ ընդհանրապես չեմ գնում, այսպես համեմունքների մի բույն, որը տվյալ դեպքում նախատեսված է խոզի մսի համար, որովհետև ես ինքս գիտեմ ինչը կարելի է ինչի հետ խառնել և արդյունքում ինչ կստացվի, սակայն հատուկ ձեզ համար կարդում եմ բաղադրատոմսը, թե ինչ է այստեղ պարունակվում և այսպես ռուսերեն է գրված, կկարդամ ռուսերեն, соль пищевая йодированная, кориандр, паприка, перец черный, сахар, чеснок, лук репчатый, перец душистый, мята, кардамон, усилитель вкуса, դե առանց այս քիմիկատների իհարկե չէր լինի, մուսկատնի օրեղ, լավրովի լիստ։ Այսպես, ես հիշում եմ, որ այս համեմունքը ես գնել էի հատուկ նրա համար, որ խառնեի թթվասերին և քսեի խոզի բդի վրայից, ստացվեց պարզապես ֆանտաստիկ, իդեպ մուսկատնի օրեխի մասին, նույն ինքը մշկնկույզի մասին, որը տվյալ դեպքում ինձ մոտ չկա, լայն կիրառում ունի իմ խոհանոցում, ես այն գնում եմ ոչ թե աղացած, այլ այսպես, հենց ընկույզի տեսքով և մարացնում եմ քերիչով, կիրառում ենք շատ քիչ, այն նպատակ ունի միավորելու բոլոր համեմունքները և ուժեղացնելու նրանց համը, պատկերացնում եք ինչ համեմունք է մշկնկույզը և ինչ կարևոր դեր է խաղում ցանկացած ուտեստի մեջ։ Դա էլ խորհուրդ եմ տալիս ձեզ անպայման գնել, կիրառել ձեր խոհանոցում։ Կան իմ դարակներում ևս մի քանի բաներ, որոնք ես չեմ ցուցադրել, մասնավորապես տեսեք, իմ ետևում է գտնվում դարչին է հայտիկով, այն շատ օգտակար է, սրանով դուք կարող եք պատրաստել շատ բուրավետ թեյ, կարող եք կիրառել օրինակ շարոց և շփոթ պատրաստելու մեջ։ Դրսում գարնանային հաճելի քամի է, արև է վերջապես 2 օրվա ցրտից հետո, 3-4 օրը շատ ցուրտ էր, բավականաչափ, այսպես ոչ հաճելի, առնվազն
Եվ այսօր որոշել եմ դուրս գալ մի փոքր զբոսնելու, 1-2 բան եմ գնելու նաև, փորձենք գնել միասին։ Այսպես արագ փորձեմ ներկայացնել ինչ են գնելու, հիմնականում դուրս եմ եկել թերթ գնելու համար և 1-2 հիգիենայի համար նախատեսված պարագա կտեսնենք ինքներդ, կանցնենք փողոց և փորձենք արդեն միացված տեսախցիկով մտնել մոտակա խանութ։ Տեսնենք ինչ ռեակցիա կլինի, ինձ էլ հետաքրքիր, կարծում եմ ձեզ նույնպես։ Ձեզ դեզոդոր ունեք, մերսի։ Այսպիսով մենք փորձենք գնել և ցուցադրեմ վերջում արդեն։ Այսպիսով գնացինք առաջին պարագաները հիգիենայի համար, վերջում կներկայացնեմ ամբողջը։ Հիմա պետք է մի թերթի կրպակ գտնենք, թերթ ունեմ գնելու։ Նույնպես փորձեմ ներկայացնել, թե դա ինչի համար է նախատեսված։ Կոմիտասի պողոտան այսօր շաբաթօրով շատ հաշվուժ է, լիքը մարդ կա, ինձ մշտապես դա ուրախացրել է, ուրախացնում է, իհարկե ես արդեն նկատում եմ մոտակա թերթի կրպակը, շատ հեռու չի, հիմա կմոտենանք։ Չեմ գտնում այդ հերթից, կարծես թե չկա այստեղ, հիմա կարծում ենք։ Գինդ ունեք, իսկ դրա տիպի չկա, ինչ-որ թերթ Այսպիսով ես հասկացա, ճշտեցի ավելի ստույգ, որ իմ համար անհրաժեշտ թերթը չեն ստանում, ընդհանրապես դուրս է եկել վաճառքից։ Հարգելի ընկերներ, մոռացել եմ գնել մեկ բան, ատամի համար նախատեսված մածու։ Իմ կողքը հենց հիմա կա տնտեսական խանութ, մտնենք, փորձենք գնել։ Հարկ ձեզ ատամի պաստան որտեղ։ Հարկ ձեզ ատամի պաստան որտեղ է։ Մերսի։ Սա էլ վերցրեցինք, կներկայացնեմ, ասացի արդեն վերջում, մոտենանք արդեն դրամարկղի մոտ և վճարենք ու շարունակենք։ Մի խանութ եմ գտել, այստեղ էլ մտնենք, որովհետև տոկի այդ վրայի սպիտակ սարքից պետք է գնամ, տեսնենք։ Կգնամ, կհասկանաք ինչի նկատի ունեի։ Աշխատողին չեն գտնում, եկավ, բարև ձեզ նորից։ Այս սրա վերևին է, Արգել ընկերներ, սա էլ գնացինք, ասեմ, որ ես էլեկտրականությունից ընդհանրապես բան չեմ հասկանում,
Ընդհանրապես դա վերջին բանն է, ինչից ես կարող եմ երբևէ բան հասկանալ, էլեկտրականության մասնագետը իմ պապիկն էր, այն կարգի էր հասկանում այդ ամենից, որ մի օր երբ շենքի ներքևի այդ բաց տանցակոչված այրվել էր, թե ինչ-որ խնդիր էր առաջացել շատ լուրջ, նա միայնակ 2-3 օր սարքում էր այդ ամենը եւ պատկերացնում եք հասցրեց իր տրամաբանական ավարտին։ Այդպիսին է պետք է լինի էլեկտրիկը, էլեկտրականությունից հասկացողը, սակայն ես իհարկե այդպիսինը չեմ, հիմա տեսնենք թե ոնց ենք այս սարքը տեղադրելու փոփված սարքի տեղը։ Ինչպես ասում են, որ մի բան ուզում ես սովորել, պետք է փորձես, առանց փորձելու ոչինչ չես կարող սովորել, սակայն մենք իհարկե կանջատենք լույսերը այդ գործողությունը կատարելուց առաջ, որտեղ ես բառացիորեն ոչինչ դրանից չեմ հասկանում, դրա համար պետք է լինել շատ զգուշ։ Այսպիսով արգել հետևորդները արագ ցուցադրեմ ինչ գնացինք այսօր, ատամի մածուկ, հիմնականում Colgate եմ գնում, Տոկիամա նախատեսված այսպիսի սարք, որը պետք է չգիտեմ ոնց ամրացնեմ, ատամի մածուկը արժեր կարծեմ 800 քանի դրամ, այս սարքը 800 դրամ, գնել եմ այսպիսի դեզադոր, ինձ համար շատ հաջող դեզադորը, ի դեպ շատ լավն է և մեկ հատ այլ տիպի սրանից կլորակով վրան և այդ երկուսը միասին լավ զեղչեր էին հանրախանութում, կազմեց 2000 դրամի մոտ 1800 քանի դրամ և այսօրվա համար այսքանն էր նախատեսված, նաև իհարկե մտա և չենջ արեցի այն գումարը, որը պետք է անեի և այսօրվա աշխատանքները կարելի է համարել ամեն դեպս ներկա պայծրությամբ ավարտված, դե ինչ ես հրաժեշտ եմ տալիս